Արցախցին հայաստանյան քաղաքական դաշտում ընդգծված ակտիվությամբ ու հավանական է նաև առաջիկա շրջանում Հայաստանի Հանրապետության խորհրդարանում։ Պարզվում է հնարավոր է։ Ողջույն, ես Նորայր Հովսեփյանն եմ, այսօր հենց այդ մասն ենք խոսելու, ինչ են անում եւ ինչ են ծրագրում արցախցիները Հայաստանի քաղաքական դաշտում եւ ինչ են պատկերացնում իրենց անելիքը Հայաստանի խորհրդարանում եւ այսօր այս հարցերի շուրջ զրուցելու ենք Արեգա Հովսեփյանի հետ, բայց մինչ զրույցին անցնելը շնորհակալություն եմ հայտնում իմ YouTube-յան ալիքի հին ու նոր բոլոր բաժանորդներին, իսկ այս նախաձեռնությանն աջակցելու համար շնորհակալ եմ Իվան Ավանեսյանին։ Եվ անցնենք զրույցին եւ ողջույն Արեգա, շնորհակալ եմ զրույցի հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Տարիներ առաջ ամենաանհավանական տարբերակը, որ կպատկերացնեի, այն էր, որ մենք Երևանում հարցազրույց կունենանք, ես որպես YouTube-յան էջում բլոգեր եւ դուք որպես Հայաստանի խորհրդարանի պոտենցիալ падգամավոր։ Շատ ճիշտ եք, ես սենց նոր հիշեցի, երևի թե ամենաառաջին հարցազրույցը եղել է ձեզ հետ։ Արցախի հանրային հեռուստատեսությունը։ Արցախ TV-ում, այո, ես որպես թուրքագետ եկել էի մեկնաբանելու Թուրքիայում տեղի ունեցող, եթե չեմ սխալվում, ընտրություններ էին, եթե չեմ սխալվում, 1000-յարյանի ժամանակներին։ Ու կարծում եմ թուրքական թեմաները այս օրերին էլի օրակարգում կլինեն, բայց այսօր ընտրությունների մասին ենք խոսելու։ Կարծես թե ավարտվեցին ընտրությունները, հետընտրական գործընթացներն էլ կարծես իրենց հունով հանդարտ խաղաղ ընթանում են։ Ինչ ունենք արդյունքում։ Արդյունքում ունենք մի իրավիճակ, որ քաղաքականացված կենտրոնական ընտրական հանձնաժողովը մի այնպիսի խայտառակ որոշում է կայացնում, որով որ տեխնիկապես փաստացի ջնջում է շուրջ 60,000 մարդու ձայները եւ արձանագրում է, որ այո, տեղի են ունեցել խախտումներ, բայց լուծում չի տալիս։ Այդ փաստորեն մի ամբողջ քաղաքական ուժ դուրս է մնում ազգային ժողովից եւ սա ոչ այլ ինչ է, եթե ոչ կամայական վերաբերմունք կենտրոնական ընտրական հանձնաժողովի, դե ակնհայտ է, որովհետեւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը իր ամբողջ կյանքը եւ գործունեությունը իրականացրել է այսօրվա վարչապետի հետ աշխատանքով, եղել է նրա օգնականը, եղել է նրա օրոք падգամավոր, նրա կողմից նշանակվել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, այնպես որ ամբողջովին քաղաքականացված կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է մեկ քաղաքական ուժի հանել ազգային ժողովից եւ սա օրենքի, իրավունքի կոպտագույն խախտում է եւ ես վստահ եմ, եթե ոչ այսօր, ապա վաղը միջազգային հարթակներում սա իր համապատասխան արձագանքը կստանա։ Տեսեք, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նման դիրքորոշումը կարծես թե միայն այս իշխանության մենաշնորհը չէ, տարբեր տարիների նման երևույթներ քողարկված կամ բացահայտ տեսել ենք։ Ինչպես ասում են վկան, ինչքան պետք է այնքան կխփենք արտահայտությունը, որ դարձել է կարծես մի տեսակ բնութագրական այս ամենի համար, բայց մի ուրիշ, այսպես ասած, նստվածքի մասին եմ ուզում հարցնել, խոսքը այս քարոզարշավի ընթացքում արցախյան թեմատիկայի մասին է։ Ի սկզբանե դրված էր հարցը, որ Արցախի հարցը փակված է, բայց ստացվեց այնպես, որ ամբողջ քարոզարշավի մեխը դարձավ Արցախը եւ արցախցին։ Ինչու այդպես ստացվեց։ Նախ փորձեմ մի փոքր չհամաձայնել ձեզ հետ, այո, ընտրախախտումներ միշտ էլ եղել են, այո, տարբեր ժամանակներին բնորոշ տարբեր առանձնահատկություններով, բայց 2026 թվականի ընտրությունները, Նիկոլի կազմակերպած ընտրությունները առանձնանում են իրենց կեղծարարության մասշտաբներով, առանձնանում են այն մեխանիզմներով, առանձնանում են պետական ռեսուրսների լիակատար օգտագործմամբ, այնպես որ նման նախադեպեր անգամ այսպես հնաբնակները Հայաստանի ներքաղաքական կյանքում ստիպված են արձանագրել, անգամ 21 թվականի նման ձևով չէր, 26 թվականի Նիկոլը ինքն իրեն գերազանցեց, կարելի է ասել, որովհետև մասշտաբային բռնաճնշումներ միայն մեր կուսակցության նկատմամբ շուրջ 700 հոգի, այդ թվում նաև ես, բռնաճնշումների էինք ենթարկվում,
մեզ կանչում էին տարբեր գործերով, տարբեր հարցաքննությունների եւ ի վերջո գլխավոր ընդդիմադիր ուժի ղեկավարը մինչ օրս շարունակում է մնալ անազատության մեջ։ Նմանատիպ դրսևորումներ երբևէ Հայաստանում տեղի չէին ունենում։ Գալով Արցախյան թեմային, այո, շատ իրավացի եք, այստեղ կհամաձայնեմ, որ Արցախը եւ արցախցիները իշխող ուժի որդեգրած մարտավարության մեջ առանցքային դեր ունեին եւ ցավոք սրտի վատ իմաստով արցախցիների նկատմամբ մատելության խոսքը հասնում էր իր գագաթնակետին եւ ես այս ամբողջ ընթացքում խնդրում հորդորում էի արցախցիներին տուրք չտալ այդ ամենին եւ սադրանքների չտրվել, որովհետեւ հենց դա է նրա ուզածը, որպեսզի արցախցիներն էլ հակադարձեն եւ այսպիսի մեր ժողովրդի հենց ներսում մեկս մյուսի հանդեպ ատելությամբ լծվենք։ Սա այն մարտավարությունն է, որ միշտ են նրանք որդեգրել, որպեսզի պարակտեն մարդկանց, չգիտեմ, օպել քշողների եւ թանկարժեք ինչ որ մեքենա քշողների, սևերի, սպիտակների եւ այլն։ Այս պարակտումները նրանց մոտ միշտ է եղել, բայց որպես արցախցի իհարկե առանձնակի ծանր եմ տանում այդ փաստը, որ արցախցիներին են փորձում տարանջատել հայ ժողովրդից, մեղադրել ամենաանհավանական մեղադրանքներով, բայց սա ինձ թվում էր սպասելի էր այսօրվա իշխանություններից, որովհետև դեռևս պատերազմից հետո մեղքը փորձել բարթել ուրիշ կողմի վրա արդեն սովոր ենք այս մարտավարությանը մենք արդեն սովոր ենք։ Տեսեք, իշխող ուժին կարող ենք տեղին անտեղին արցախցիներին թիրախավորելու մեջ մեղադրել եւ միանշանակ համաձայն եմ, որովհետեւ իմ իմացած դեպքերի առնվազն մեծ մասում նույնիսկ քաղաքական առումով անիմաստ էր արցախցիների թեման շահարկելը։ Ինչպես ասում են, զրույցի հետ ոչ մի կապ չունեցող թեմա էր եւ մեկ էլ հանկարծ արցախցիները, փախածները եւ այլը լրիվ համաձայն եմ ձեզ հետ, բայց ընդդիմությանն էլ եկեք անկեղծ ասենք, կարող ենք մեղադրել այն բանի համար, որ տեղին անտեղին արցախցիներին թույլ էին տալիս դառնալ թիրախ։ Ենթադրենք 1000 հոգանոց միտինգում մի արցախցի գտնել եւ ասել արցախցիները կողմ են կամ դեմ են այսինչին այնինչին, դառնում էր պարզապես արցախցիներին նույնացրած իրենցից բացի հնչած բոլոր կարծիքների հետ կամ որևէ թեմա, որ արցախցիների հետ կապ չունի, բայց հանկարծ ասում ենք արցախցի։ Վերջի դեպքերից մեկը, դժբախտ դեպքերից մեկը գետում երեխա էր խեղդվել եւ շեշտեցինք, որ արցախցի է։ Հետո պարզվեց այդ մարդը 2-3 տարի ընտանիքով ապրել է Արցախում, բայց մենք այն գլխից ասում ենք արցախցի եւ դրանով կարծես թե ինչ որ միավորներ ենք շահում։ Տեսեք, եթե խոսում ենք այսպես անդիմադիր քաղաքական գործիչների մասին, մեր ուժի մասին, այլ ուժերի մասին, ապա առնվազն պաշտոնական մակարդակով ես նման շահարկումների ականատես չեմ եղել։ Առնվազն ինչ որ կարող եմ ասել մեր ուժի կողմից ինչ որ շահարկումներ այդ թեմայով չի եղել, բայց իհարկե արդեն այս թեման արցախցիների շատ զգայուն է եւ բոլոր կողմերը փորձում են, եթե ինչ որ մի հատ թեմա է լինում արցախցիների հետ կապված, դրան ավելի մեծ հնչեղություն տալ, որովհետեւ իսկականից ավելի մեծ հնչեղություն է ստանում, երբ որ խոսում են, որ դա այս կամ այն դեպքը կապված է արցախցիների հետ, թեկուզ նույն հանրահավաքների ժամանակ, եթե պարզ քաղաքացիներ են խոսում, այդքան ծանր չի նստում մարդկանց ընկալման վրա, բայց երբ որ արցախցի է խոսում, միանգամից ծանր նստվածք է թողնում եւ ընկալում է թողնում որպես այդպեսի, դա նաեւ մեդիայի համապատասխան աշխատանքն է այդպես տարվում, չոր վերնագրերի, դիտումների համար եւ այլն, բայց սա գալիս է ընդհանուր երկրում տիրող իրավիճակից։ Եթե 20 թվականն էլ անգամ կողմ թողնելով 23 թվականից հետո այն կեղծ թեզերը իշխանության կողմից չնետվեին դաշտ, չեն կռվել, փախել են, ել չեմ ասում վերջին խայտարակ հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի, որ դուք մեր երեխաների թիկունքից կարող եք անգամ կրակած լինեիք, ձեր իշխանություններն են Արցախը հանձնել, այսինքն այս ամենը լցվում է դաշտ, հետեւաբար էլ այսպես մետաստազ է ստանում եւ տեսնում ենք այն երևույթները, ինչի մասին որ դուք այսօր հենց հիմա նկարագրեցիք։ Եվ հետեւաբար պետք է պայքարել ոչ թե այդ մետաստազի հետ, այլ բուն ուռուցքի դեմ։ Եկանք նորից իշխանափոխության թեմային, այսինքն մինչև իշխանությունը չփոխվի, այդ ամենը պետք է պահպանվի։
Ցավոք սրտի, այո, այդպես է, որովհետև այս երկար տարիների ընթացքում, երբ որ մենք սկզբում փորձում էինք, հորդորում էինք, խնդրում էինք, ուղղորդում էինք իշխանություններին, որ այսպես չի, այնպես պետք չի եւ այլն, հասկանում ենք, որ այդ ամենը անիմաստ է, այս իշխանությունների փոփոխությունն է միայն Հայաստանի փրկությունը։ Եկանք ընտրություններից հետո ունեցած իրավիճակին, գուցե շատերը չեն հիշի, բայց 90-ականներին արդեն, եթե չեմ սխալվում, նույնիսկ ոչ թե մեկ, այլ մի քանի падգամավոր ունեցել ենք Արցախից Հայաստանի օրենսդիր մարմնում, այն ժամանակ, եթե չեմ սխալվում, Գերագույն խորհուրդ էր կոչվում, Գերագույն խորհրդի падգամավորներ ունեցել ենք եւ մոտ 25 տարի անց շանս ունենք, որ ելի Արցախցի падգամավոր ենք ունենալու։ Իդեպ, ուժեղ Հայաստանի ցուցակում կարծեմ ելի արցախցիներ ունենք, բայց մի փոքր ավելի վերևի հորիզոնականում։ Շանսեր կա, որ միակ падգամավորը չլինեք։ Ճիշտն ասած, դեռևս չի ուզենա անդրադառնալ падգամավորի մանդատ վերցնելուն, չվերցնելու ազգային ժողովում հայտնվել, չհայտնվելու թեմային, որովհետև այս պայն դեռևս իրավական գործընթացների մեջ ենք։ Ամսի 26-ին Սահմանադրական դատարանի նիստն է տեղի ունենալու, եւ երբ որ մենք ունենանք վերջնական պատկերը ընտրությունների արդյունքների առնվազն իրավական տեսակետից, այն ժամանակ մենք կանդրադառնանք նաեւ մանդատներ վերցնել չվերցնելուն։ Բայց այո, իրավացի եք, այսօրվա դրությամբ ուժեղ Հայաստան կուսակցության падգամավորի թեկնածու որպես հանդես եմ գալիս նաև ես, արցախցի, ինչի որ ես ուրախ եմ, որ իմ արցախցի հարազատները, ընկերները, շրջապատը եւ ծանոթ անծանոթ այդ մասին արձանագրում են եւ ուրախությամբ նշում են որ այնտեղ է լինելու նաև ազգային ժողովում կարող է լինել արցախցի падգամավոր։ Ես կարծում եմ, որ նաև այլ ընդդիմադիր ուժերից եւս կարող են լինել արցախցիներ։ Սա կարևոր է, ես կարծում եմ, որովհետև ամեն դեպքում մեր ցավը մերն է եւ մեզանից լավ ոչ մեկ չի ճանաչում այն ամեն ինչի կարիք ունի այսօր արցախցին, որովհետև կողքից պատկերը այլ է, իսկ երբ որ դու ներսում ես լինում, պատկերը լրիվ այլ է լինում։ Այնպես որ եթե այդպիսի առիթ լինի, հնարավորություն լինի, Արցախի ու արցախցիների թեման առնվազն իմ օրակարգում, իմ առաքելության մեջ լինելու է առաջնայինը։ Դրա մասին հարցնելու եմ, բայց ինչու ընտրեցիք հենց ուժեղ Հայաստանը ու դա շարունակելով ինչ է խոստանում ընդդիմադիր այս ուժը արցախցիներին։ Ես մինչ այս պահը կուսակցական երբևէ չեմ եղել, սա առաջին կուսակցությունն է, որին որ ես անդամակցել եմ։ Շատ այսպես բաներ եղել, հրավերը որ ստացա կուսակցությանը անդամակցելու, երկար ժամանակ էր տևել, մինչև որ ես մտածում էի արդյոք առհասարակարժեք քաղաքականություն մտնել թե չէ, իսկ եթե քաղաքականություն մտնել, ես որպես նոր կերպար, նոր դեմք, նախընտրեցի նոր մի ուժի անդամակցել, լինել մի ուժի նոր ուժի անդամ եւ Սամվել Կարապետյանով, որի ամբողջ կենսագործունեության ընթացքում նվիրված է եղել Արցախին եւ դուք որպես լրագրող չեմ կասկածում, որ բազմիցս եք լուսաբանել նաեւ Սամվել Կարապետյանի ներդրումները, որ կատարվել է Արցախում, սա այն նաեւ կարեւոր դրդապատճառներից է եղել, որ ես լինեմ այսօր այս թիմում։ Մենք նախ եւ առաջ ելնում ենք իրատեսական հիմքերից, որ այսօր արցախցիների համար գերկարևոր է ունենալ արժանապատիվ կյանք մայր Հայաստանում եւ ունենք բազմաթիվ ծրագրեր, որտեղ որ արցախցիների համար մենք առանձնահատուկ վերաբերմունք ունենք դրսևորած եւ հույսով եմ անկախ նրանից ինչ ձևաչափով է լինի, մենք մեր կուսակցությամբ փորձելու ենք սատար կանգնել արցախցիներին Հայաստանում, որովհետեւ այսօրվա իշխանությունները լիովին տապալել են արցախցիներին Հայաստանում արժանապատիվ կյանք ապահովելու գործը։ Տեսեք, գուցե այսպես ասենք դեպքեր կան, որ այսպես է, կան նաև ավելի վատ դեպքեր, երբ որ ընդհանրապես խանգարել են, որ այդ մարդը ապրի Հայաստանում եւ այլը, բայց զուտ այսպես ասենք հայտարարությունների եւ ծրագրերի, նաեւ օրենքների մակարդակով ձեր ասածը եւ Հայաստանի կառավարության այսօրվա որդեգրած կուրսը կարծես նույնն է։
Այսինքն եւ ուժեղ Հայաստանն է ասում, որ Արցախ վերադառնալը այս պահին առնվազն իրատեսական չէ եւ պետք է ապրել հաստատվել Հայաստանում, եւ ՔՊ-ն է ասում։ Եվ դուք եք ասում, որ պետք է բնակարանային հարց լուծվի, եւ ՔՊ-ն է ասում։ Իդեպ ՔՊ-ն չի ասում, ավելի ճիշտ ասում է, որ պատերազմ չի ուզում Ադրբեջանի հետ եւ չի պատերազմելու, ուժեղ Հայաստանն էլ ասում է, որ ինքն էլ խաղաղության կողմնակից է եւ կողմնակից չէ, որ հարցը պատերազմով լուծի։ Մի տեսակ նմանությունները շատ չեն։ Եկեք սկսենք մի կարևորագույն տարբերությունից, ով է ասում։ Որտեւ ասել շատ հեշտ է, իսկ ով է ասում։ Ասում են այսօրվա իշխանությունները, որ Արցախի համար, արցախցիների համար արժանապատիվ կյանք են փորձում ձգտելու ապահովել, ծրագրեր են իրականացնում, չոր թվեր են ներկայացնում, թե այսքան ամեն այսպես հմեկով անընդհատ խոսում են այն գումարների մասին, որ տրվում է արցախցիներին, բայց մենք ունենք մի այնպիսի իրավիճակ, որ արցախցիների շրջանում, Հայաստանում բնակվող արցախցիների շրջանում բռնագաղթած 70%-ը աղքատության մեջ է։ Սա այն մոտավորապես թիվն եմ ասում, որտեղ կարող է վերջերս փոխված լինել, 70%-ը աղքատության մեջ է։ Այս սա է նրանց իրականացած սոցիալական ծրագրերի արդյունավետությունը։ Ինձ թվում է նրանք էլ են արդեն հասկանում, որ լիովին տապալել են այդ ծրագրերը։ Իսկ ինչ ունենք մենք։ Մենք ունենք մի պատկեր, որ Սամվել Կարապետյանը, չլինելով պետական պաշտոնյա, բռնագաղթի առաջին իսկ օրից արցախցիների մի մեծ թվով արցախցիների 1000-ից ավել ընտանիքների ապահովել է տաշիրում իրենց բնակարանով, առօրյա ամեն ինչով։ Եվ դա արել է լուռ, առանց հմեկով ամեն օր դրա մասին բարձրաձայնելու։ Այսինքն ասել շատ հեշտ է, բայց պետք է հասկանալ ով է ասում։ Չէ, իդեպ այդ նույն հմեկով դրա մասին, եթե չեմ սխալվում, նույնիսկ ասել ենք։ Ժամանակին ունեինք ծրագիր հայրենակից, եթե չեմ սխալվում, այդ ծրագրի շրջանակում նաև անդրադարձել ենք Մունք տեխնոդպրոցին, որի ներկայացուցիչները տաշիր հասել էին հենց այդ ծրագրի շրջանակներում։ Ուզում եմ ասել, ընդհանուր տեղեկացվածություն կա եւ այնպես չի, որ ոչ ոք դրա մասին չգիտի։ Այդքան էլ չի համաձայնի, որովհետեւ եթե մենք դժվար ենք հիշում արդյոք նմանատիպ անդրադարձ եղել է թե չէ, արդեն ուրեմն բավականաչափ չեն անդրադարձել այդ թեմային, ել չեմ ասում, իսկ այդ թեմաներին, թե ինչքան են արցախցիներին օգնում, ինչ որ գումարներ տալիս, այդ թեմաները, որ արդեն բոլորի ականջներն է, որ ամեն մի պարզ քաղաքացի գալիս է կանգնում, ասում, կարող է իր մտքով անցնել, որ արցախցիներին հիմա իրանք հարկ են վճարում, այդ հարկերի պատճառով են, որ իրանք բոլորը տրվում է արցախցիներին, ահա սա խոսում է այն մեդիա տերորի մասին, որը որ իրականացվում է։ Եվ գալով երկրորդ հարցին, թե ինչ տարբերություն կա մոտեցումներին, առաջինը նշեցինք, թե ով է ասում, եւ երկրորդը տարբերությունը այն է, որ մենք երբ որ խոսում ենք քաղաքականությունից, իրատեսական քաղաքականությունից, չենք վախենում Արցախ բառը ասելուց։ Մենք չենք վախենում Արցախի դրոշից, որը որ մի քանի օր առաջ հանել են հրապարակից, օպերայի հրապարակից։ Մենք չենք վախենում Արցախի մշակութային համույթները պահելուց։ Մենք չենք վախենում Արցախը մեր հիշողությունում անընդհատ թարմ պահելուց, որովհետև ի վերջո ու մենք չենք ջնջում մեր պատմությունը, ինչպես որ նրանք են փորձում ջնջել։ Մի քանի օր առաջ ընդամենը տեղեկացա, որ մեր հերոսների նկարներն են քաղաքի տարբեր մասերից փորձում ջնջել ու ջնջել են արդեն մի քանի տեղերում։ Այս սա է գերակա տարբերությունը։ Գիտեք, քաղաքականությունը ինքը ենթադրում է տարբեր իրավիճակներ, շատ տարբեր։ Էլ չեմ ասում աշխարհաքաղաքականությունը։ Դու կարող ես պարտվել։ Դու կարող ես անգամ հողեր հանձնել։ Դու կարող ես անգամ կապիտուլյացիա ստորագրել։ Բայց դու չպիտի եւ իրավունք չունես քո պատմական հիշողությունը ջնջելու։ Իսկ այսօրվա իշխանությունները հենց զբաղված են դրանով, խոսելով որ Արցախը երբ է եղել հայկական, որ այնպես որ հսկայական տարբերություն կա ուժերի միջև մոտեցումների եւ հսկայական տարբերություն կա ուժերի ղեկավարների։ Նու ես պարզապես հայտարարում եմ այն, ինչ հայտարարում է քաղաքական ուժը եւ ինչ ենթադրենք գրած է պետական ծրագրում, բայց կարծում եմ հաջողություն լինի այդ թեմաներին առաջիկայում անդրադառնալու առանձին առիթ կունենանք։ Տեսեք, մի դիտարկում իշխող ուժի դիրքորոշումը հստակ է, ինքը
Ժխտում է Արցախի հետ կապված ամեն ինչ, եւ եթե ուզում ես խոսել Արցախի մասին, պետք է լինես ընդդիմադիր։ Այդ առումով ձեր դիրքորոշումը միանգամայն ընկալելի է։ Դուք որոշել եք խոսել Արցախի մասին, ուրեմն պետք է լինեք ընդդիմադիր դաշտում, այլընտրանք չկա։ Շատ ցավալի իրավիճակ է ստացվում, որ այսօր երբ որ մենք մեկի մեքենայում տեսնում ենք Արցախի դրոշ կամ անգամ ուղղակի Հայաստանի դրոշ, միանգամից պատկերացնում ենք, որ նա ընդդիմադիր է։ Սա մի ցավալի իրականություն է, որ մեր ազգային սիմվոլիկաների պաշտպանները դարձել են բացառապես ընդդիմությունը եւ ոչ թե իշխանությունը, այնինչ երբևէ նման իրավիճակ Հայաստանում չէր եղել։ Այդ մասով ենթադրենք ամեն ինչ հստակ է։ Քաղաքական հարցի հետ զուգահեռ կա նաև, այսպես ասենք, սոցիալական փաթեթը, արցախցիների խնդիրների փաթեթը։ Արդյոք զուտ ընդդիմադիր լինելով հնարավոր եք համարում նաև այդ դաշտում ձեր ներդրումն ունենալ։ Տեսեք, երկու ուղղության բաժանեմ ուժեղ Հայաստան կուսակցության գործունեությունը ուղղված արցախցիներին, մինչև համապատասխան օրենքը, որ ընդունվել է, որ արգելվել է մեզ բարեգործությամբ զբաղվել, շատերը չգիտեն, բայց ես անձամբ ներառված եմ եղել բազմաթիվ նախաձեռնություններում արցախցիներին աջակցության, մինչև որ այս օրենքի արգելքը, որ եղավ, որովհետև իմ առաջին պարտականություն ասեմ, առաքելություն ասեմ, իմ մոտ եղել է այն, որ ես իմ հայրենակիցներին պետք է սատար կանգնեմ իմ հնարավորությունների չափով, իսկ մեր ուժը միշտ էլ մեր թիմը, այսպես միշտ կատակով ասում եմ, մենք արեգան որ գալիս է, մենք շնչում արտաշնչում ենք Արցախով, այնպես որ դա եղել է իմ առաջնային առաքելություններից։ Հետագայում այդ օրենքի արգելքից հետո կտրուկ դադարեցվեց այդ ամենը եւ քանի դեռ այս օրենքը գործում է, մենք այս ֆրոնտով, այսինքն որպես կուսակցություն արտախորհրդարանական ուժ, անգամ սահմանափակված ենք մեր ծրագրերը իրականացնելով։ Սա եւս ես համարում եմ միտումնավոր իշխանությունների կողմից արված քաղաքականություն, որը ունի մի քանի թիրախներ, նախ որպեսզի արցախցիների իրավիճակը սոցիալական որևէ առաջընթաց չունենա եւ նրանք ստիպված թողնեն Հայաստանը ու լքեն Հայաստանը, եւ երկրորդը որպեսզի մենք որպես ուժ չկարողանանք լինել ներկայացված նաեւ արցախցիների կյանքում։ Եվ երկրորդը որպես արդեն խորհրդարանական ուժ, եթե այդպիսի որոշում կայացվի, որ մենք մտնենք խորհրդարան, այդ ժամանակ արդեն օրենքի դաշտում ես անձամբ ինձ վրա այդ պատասխանատվությունը վերցնելու եմ արցախցիների հարցերով զբաղվող համապատասխան ինչ-որ մի ձևավորում ունենալու, որովհետև ամեն դեպքում արցախցիները այսօր ունեն առանձնահատուկ մոտեցման կարիք եւ ժամանակից առաջ ընկնելով հիմա էլ արդեն ունեն որոշակի մտահղացումներ եւ այլն, բայց ամենաառաջին իսկ հնարավորության դեպքում դրանք իրականություն ենք դարձնելու։ Քանի որ դեռ շատ փակագծեր նախընտրում եք չբացել, պարզապես առաջկա օրերին սպասվող իրադարձություններով ամփոփենք մեր զրույցը, ինչ է սպասվում առաջկա օրերին եւ մոտավոր երբ մարդիկ կիմանան, ով է լինելու ազգային ժողովում, որպեսզի նաեւ պատկերացնեն, թե ազգային ժողով գնացածներից ինչ պետք է ակնկալեն։ Ամեն դեպքում, ինչպես նշեցի, ամսի 26-ին տեղի ունենալու Սահմանադրական դատարանի նիստը, այնտեղ արդեն վերջին ատյանն է կարծես, որտեղ որ իրավական գործընթացներով մենք պետք է անցնենք, սպասենք Սահմանադրական դատարանի որոշմանը, այնուհետև մենք որպես ուժ հանդես կգանք հայտարարությամբ, ինչպես տեսնում եք, ամեն մի որոշումից հետո, կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումից հետո մենք հանդես եկանք հայտարարությամբ, Սահմանադրական դատարանի որոշումից հետո հանդես են գալու հայտարարությամբ, այսինքն մենք անդադ մեր կապը հանրության հետ պահում ենք, կտեսնենք ինչպես իրավիճակը կդասավորվի եւ ըստ այդմ ամենասերմ ժամկետներում մենք մեր դիրքավորումները կհստակեցնենք։ Էլի մի հարց, քանի որ որոշել եք քաղաքականություն մտնել, ամեն դեպքում ըստ էության վատ հարցերից, այսպես ասենք, որոշել եք չվախենալ, այս պահին ամենավատ հարցը, որ իմ մտքով անցնում է, որ ձեզ կարելի է տալ, հետևյալն է, պատգամավոր դառնալու համար պետք է Հայաստանի Հանրապետության 5 տարվա քաղաքացիություն ունենալ։ Եթե 2026-ից 5-ը հանենք, առնվազն 21 թվականի գարնանը դուք արդեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի եք։
Բայց 21 թվականին Արցախը դեռ ամբողջությամբ, այսպես ասենք, օկուպացված չէր։ Ինչպես եք բացատրում դա։ Շատ հետաքրքիր կերպով։ Ես ունեմ 070 կոդով անձնագիր, տրված 2017 թվականին, եւ դրանով իսկ ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ։ Ինչպես դա պարզվեց, ընդ որում ես մինչ այսել մինչ ընտրություններն էլ ընդ որում մինչ այսել, մինչ ընտրությունների նախաշեմին ես անընդհատ կոչ էի անում արցախցիներին ստուգել, համապատասխան հարցում անել ովիր, իմանալու իրան գուցե քաղաքացի են թե ոչ։ Ինչպես ես դա պարզեցի։ Ես պարզեցի, երբ որ իմ մայրը մեր ընտանիքը 23 թվականին, ինչպես որ 100,000-ից ավել արցախցիները բռնագաղթեցին Արցախից, եկան այստեղ, ես սկսեցի զբաղվել իրար փաստաթղթերով, նաև իմ, որովհետև ես էլ նույն 070 կոդով անձնագիր էի կրում, գնացի հարցնելու, որ ես էլ ուզում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերել, նայեցին, ասեցին դուք արդեն քաղաքացի եք։ Զարմացա, ասեցի ինչպես։ Ասեցին այո, ձեր անձնագիրը տրվել է 2017 թվականին, տրվել է ՕՎԻՌ-ի կողմից, հետևաբար դուք քաղաքացի եք։ Ես պահանջեցի փաստաթուղթ, ապացույցներ եւ այլն, որպեսզի ես վստահ լինեմ իմ փաստաթղթային կարգավիճակի հետ, եւ պարզվեց, որ այո, իսկապես ես քաղաքացի եմ։ Սա իրավական տեսակետից, բայց մյուս կողմից ես երբեք էլ չեմ թաքցրել, որ ես ծնվել, մեծացել եմ Արցախում, իմ ամբողջ կյանքը ապրել եմ Արցախում, սովորել եմ արտասահմանում, հետ վերադարձել եմ Արցախում եմ աշխատել, բայց Հայաստան եմ տեղափոխվել 2019 թվականին։ Ես այստեղ եմ աշխատել արտաքին գործերի նախարարությունում, իհարկե, չգիտեմ, գուցե ավելորդ է նշել, բայց իմ ընկերները Արցախում ասում են մենք չենք էլ նկատում, որ դու տեղափոխվել ես Հայաստան, որովհետև 1000 երանի նորից այն ժամանակներին քարվաճարով գրեթե ամեն շաբաթ կիրակի մենք գալիս ենք Արցախ ու հետ վերադառնում։ Իմ ընտանիքը Արցախում էր, այնպես որ իմ կարգավիճակը տվյալն է փաստաթղթերով ես դեռևս 2017 թվականից եմ փաստացի քաղաքացի եւ տեղափոխվել եմ Հայաստան 2019 թվականին։ Շնորհակալություն հանգամանալից պարզաբանման համար, կարծում եմ այս կտորը հիշելու կարիք կունենաք, եթե ամեն ինչ հաջող լինի, կարծում եմ խորհրդարանի ամբիոնից պարբերաբար այդ հարցը ձեզ կտան, դուք էլ ստիպված կլինեք այդ պարբերությունը պարբերաբար կրկնել։ Իսկ հիմա շնորհակալություն զրույցի համար, հիշեցնեմ, որ այսօր զրուցեցինք Արեգա Հովսեփյանի հետ, այսքանն ենք նախատեսել, ամուր եղեք ու մի քիչ էլ զգույշ, կհանդիպենք։